Բարև ձեզ, եթերում տեսլականն է։ Խաղաղության պայմանագիր թե ադրբեջանական ստորացուցիչ պայմանների փաթեթ։ Միթե Հայաստանը կանգնած է ազգակործան կապիտուլյացիայի առջև։ Պաշտոնական Երևանը համաձայնել է միջազգային ատյաններից հետ կանչել Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը, հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերել երրորդ երկրների ներկայացուցիչներին։ Ադրբեջանի արտգործնախարարն էլ հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքները ավարտվել են։ Երևանը ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը։ Ըստ Բայրամովի, հաջորդ փուլում Հայաստանի սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները, բացի այդ պետք է լուծարվեն Մինսկի խումբն ու դրա մնացորդները։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ այսօր խոսելու եմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Նա պատրաստ է եւ բացելու է փակագծերը։ Ալիև ինչ պիտի գնա խաղաղության եւ դրա համար արդեն խոսում են նոր զիջումների մասին, դրան կհաջորդեն նոր զիջումներ։ Այսինքն հնարավոր է, որ Հայաստանը կապիտուլյացիայի շեմին է։ Եթե Նիկոլ Փաշինյանը տալիս է միջանցք, հանում է եվրոդիտորդներին, դեռ սահմանադրությունը փոխել է եւ հայցերը երկրորդ հատվածն են, քրիտիկական է այս երկու կետերն են, այո։ Ինչ որ պատերազմական ռազմական գործողություններով կտրեն միջանցքը։ Հանցագործություն եմ ես արդեն համարում։ Մեղրին հանձնվելու է, եթե ճանապարհ եղավ։ Աննշանակ կարող ենք ինքնուրույն միայն Ալիևի բերանը։ Ապրիլին կայծակնային արագ պատերազմ սկսելով։ Ադրբեջանի պապաները 3-ն են՝ Թուրքիան, Իսրայելը եւ Ռուսաստանը։ Ադրբեջանը իր պատերազմական քայլերը ինչպես է նախատեսում։ Հայաստանի ղեկավարը պիտի դա գիտակցի արդեն ժամանակն է։ Այդ փաստաթուղթը լուրեր են տարածվում, որ արդեն ստորագրված է Սավաթական Ադրբեջանի հռչակագիրն է, մեր երկրի 60%-ը համարվում է արևմտյան Ադրբեջան։ Դուք փոխելու եք այդ հռչակագիրը։ Կարող է ստացվել այնպես, որ ստորացուցիչ նորմերով եւ կետերով անկախ ժողովրդի կամքը հաշվի առնելու ստորագրվի մի պայմանագիր թշնամի երկրի հետ։ Այդ հարցը պիտի դրվի հանրաքվեի։ Կարելի է դրանից եզրակացնել, որ հենց Ադրբեջանը ինչ որ ակնարկ է անում, որ պատրաստվում է ապրիլին հարձակվել Հայաստանի վրա։ Այ դա շատ հետաքրքիր է, այո, կարելի է այդպես։ Բարև ձեզ, սիրելի Լիլիթ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք եւ իմ հյուրն եք։ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն բացահայտ հայտարարում են, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է 100%-ով։ Սա ինչ խաղաղության պայմանագիր է եւ որքանով է մեզ վնասելու։ Քանի դեռ այս պայծրությամբ երբ մենք նկարահանում ենք հաղորդումը, ես չգիտեմ մանրամասները խաղաղության պայմանագրի, չեմ տեսել տեքստը, գիտեք հիմա սպեկուլյացիաների առիթ է դա դարձել։ Մի հատվածը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը տալիս է միջանցք, որ սահմանադրությունը փոխում է, որ եվրոդիտորդներին հանում է Հայաստանից, մյուս հատվածն ասում է սահմանից է հեռացնում Հայաստանից, չի հանելու եվրոդիտորդներին։ Դա ճանապարհ է մեր սուվերեն իշխանության տարածքային ամբողջականության հիման վրա եւ սահմանադրության մասին խոսելն էլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին ինչ ասաց, որ դա մեր ներքին գործն է, այսինքն ես այս պահին որևէ վերլուծություն չեմ կարող անել, քանի դեռ չգիտեմ ինչ է ստորագրվել։ Լավ, տեղյակ լինելով ստեղծված իրավիճակին, այսօր Բաքուն միթե պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ առանց հայակործան նախապայմանների։ Դա միակ բանն է, ինչում ես 1 տարի արդեն վստահ եմ, որ ոչ, եւ Ադրբեջանը չունի դրա համար որևէ պատճառ, քանի որ այս բանին այնպես չի, որ աշխարհակաղակական իրավիճակը պարզ է, պարզ չի ինչ է լինելու Ռուսաստանի դերի հետ հարավային Կովկասում, որն է Տրամպի խաղաղության ծրագիրը արդեն Կովկասի հետ կապված, հիշում եք, նա այդպիսի առաջարկ էր արել, այսինքն քանի դեռ պարզ չի, Ալիև ինչու պիտի գնա խաղաղության, եւ դրա համար արդեն խոսում են նոր զիջումների մասին, դրան կհաջորդեն նոր զիջումները, եւ իմ կարծիքով Հայաստանի ղեկավարը պիտի դա գիտակցի արդեն ժամանակն է։ Մինչ այդ չէր գիտակցում։ Գիտեք, երբեմն որ խոսում է հենց նույն թուրքական լրատվամիջոցներին, ասում է Ադրբեջանը մեծ տարածքային պահանջներ է ներկայացնում։ Մյուս կողմից, եթե դա հասկանում ես, ինչ խաղաղության մասին ես խոսում, կամ եթե Ադրբեջանը ասում է սահմանադրությունից հեռացրա տարածքային պահանջը, դիցուք Ղարաբաղի հետ կապված։ Ձեր անկախության հռչակագրում, որը Մուսավաթական Ադրբեջանի հռչակագիրն է, մեր երկրի 60%-ը համարվում է արևմտյան Ադրբեջան։ Դուք փոխելու եք այդ հռչակագիրը, չեմ լսել Ադրբեջանի կողմից, այսինքն պահանջները պիտի լինեն հայելային, եթե միակողմանի զիջումներ են, ես դա չեմ համարում բանակցություն կամ խաղաղության պայմանագիր։
Տեսեք, ընդամենը օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը լրագրողների զրույցում չբացառեց ու ասաց, որ Մեղրիով Միջանցքի ճանապարհ տալու մասին խոսեց։ Ինչպես ենք մենք ճանապարհ տալու, Մեղրին հանձնվելու է, եթե ճանապարհ եղավ, եւ ըստ պայմանագրի, ինչ կետեր է նախատեսում, այսպես ասած, խորամանկ Ադրբեջանը։ Դե պայմանագիրը մենք չենք տեսել, մեզնից թաքցնում են։ Լավ, խոսվեց, երկրի գործադիր ղեկավարը ասաց, որ Միջանցք բառ ես չեմ լսել։ Լրագրողի հարցի մեջ կար նաև վարչապետը հստակ ասեց, այո, ճանապարհ տալու ենք։ Այո, ճանապարհ տալու ենք, Միջանցք չեմ լսել։ Հիմա երբ որ ես բառախաղերի մեջ չեմ ուզում մտնել, գիտեք, Նիկոլ Փաշինյանը մի օր կարող է մի բառ ասել, երկրորդ օրը այլ, քանի դեռ ես չեմ տեսել այդ պայմանագիրը։ Ներկայացնում Նիկոլ Դե Փաշինյանը։ իհարկե շատ վատ է, որ մենք Ադրբեջանից ենք իմանում, թե ինչ են բանակցել, չէ՞։ Առաջինը Ադրբեջանը Դա հայտարարել։ ու մեղքն է, որ մենք առաջին Ադրբեջանից ենք Դա իմանում։ Հայաստանի դիվանագիտության եւ ղեկավարի մեղքն է։ Սովորական քաղաքացին ինչ անի այդ դեպքում։ Սովորական քաղաքացին պիտի իր դիրքորոշումը արտահայտի ընտրություններով կամ իր այլ տեսակով, որը սահմանադրության մեջ արգելված չի, բայց ես որպես փորձագետ չեմ կարող մեկնաբանել մի բան, ինչից տեղյակ չէ, որովհետեւ վաղը մենք կարող ենք լսել, որ Փաշինյանը լրիվ ուրիշ փաստաթուղթ է բանակցում, այսինքն ոչինչ դեռ պարզ չի, բայց միանշանակ է, որ Հայաստանը չպիտի տրամադրի Միջանցք, պետք է տրամադրի ճանապարհ տարածքային ամբողջականության սահմաններում եւ Ադրբեջանը նույնպես պիտի մեզ տրամադրի ճանապարհ, ինչպես Փաշինյանը խոսում էր, բոլոր ճանապարհները պիտի ապաշրջափակվեն, ոչ թե միայն Մեղրի այդ այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքը։ Տեսեք, ադրբեջանական մամուլը հեղեղված է եւ տարատեսակ նյութեր է տրամադրվում եւ տպագրվում Հայաստանի դեմ, որ Հայաստանը ագրեսոր է, պատերազմի է պատրաստվում, երբ հետևում ենք այդ գրածներին, նաեւ հասկանում ենք, որ Ադրբեջանը ուշով նախապատրաստական աշխատանքներ է կատարում, ամենօրյա ռեժիմով զենք ու զինամթերք է ձեռք բերում տարբեր երկրներից, կուտակումներ է անում սահմանին, զորավարժություններ թուրքական զորքերի հետ, դրան զուգահեռ ասում է Ադրբեջանը տարբեր գլոբալ ֆորումների ժամանակ, որ տարածաշրջանում երազում է խաղաղություն հաստատել։ Դրան զուգահեռ, այսպես ասած, այս քանի օր է արդեն խաղաղության խաչմերուկը կարծես թե ինչ որ ձև շունչ է առնում, դա որքանով է իրական եւ միթե այսօր Ադրբեջանը չի պատրաստվում իրական պատերազմի։ Խաղաղության խաչմերուկը չի կարող շունչ առնել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած, այդտեղ բոլոր ապաշրջափակման մասն է բոլոր ճանապարհների, ես գոնե չեմ տեսել, որ Ադրբեջանը ասել է այո, ես կապաշրջափակեմ, դա նաև այդ սովետական շրջանի երկաթուղիների եւ ճանապարհների ապաշրջափակման մասին է խոսքը։ Ես չեմ լսել, ես լսել եմ Զանգեզուրի այսպես կոչված Միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունը։ Այն որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ ուժի տեսանկյունից հարցեր լուծել, կներեք այսպես ասենք, դա իրենք չեն էլ թաքցնում եւ պետք է պատրաստվել պատերազմի, պատրաստվելով պատերազմի նոր կբերենք խաղաղություն, հակառակը չի լինի, պատրաստվելով խաղաղության պատերազմ ենք բերելու։ Ընդամենը որոշ ժամանակ առաջ Ադրբեջանը Զանգեզուրի Միջանցքի մասով կոնկրետ ելույթ ունեցավ, շարաչուն եւ երկարաձիգ ելույթ եւ ասաց, որ Զանգեզուրի Միջանցքը պետք է տրամադրվի, եթե չտրամադրվի, պատերազմով ենք վերցնելու։ Հիմա Երբ Ադրբեջանի արտգործ նախարարը ասում է, որ խաղաղության պայմանագրի այդ երկու կետերը հստակեցվել է, ինչ եք կարծում, այդ հստակեցված կետերի մեջ Զանգեզուրի Միջանցք ենթադրյալ կոչված Միջանցքը տրամադրվելու է, թե չէ հիմա։ Քանի որ ես չեմ վստահում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի դիվանագիտական խողովակներին, էլի է եղել ժամանակ։ Ո՞րն է ձեր եզրակացությունը։ Ասում եմ, էլի է եղել ժամանակ, որ իրենք ասել են, մենք համաձայնեցել ենք, հետո մեկ ամիս հետո հերքել են։ Իմ եզրակացությունը այն է, որ որևէ համաձայնություն չի կարող տեղի ունենալ, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի պահանջները տրամաբանորեն հակառակ են։ Իսկ եթե հանկարծ, ես չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը որոշել է բավարարել Ադրբեջանի բոլոր պահանջները, ինչի ապացույցը ես դեռ չեմ տեսել, դա արդեն կապիտուլյացիա է նշանակում։ Այսինքն հնարավոր է, որ Հայաստանը կապիտուլյացիայի շեմին է։ Եթե Նիկոլ Փաշինյանը տալիս է Միջանցք, հանում է եվրոդիտորդներին, դեռ սահմանադրությունը փոխել է եւ հայցերը երկրորդ հատվածն են, քրիտիկական այս երկու կետերն են, այո։ Իսկ եթե ձեր այս ասած եթեները բացառենք, որպես մուտք քաղաքագետ, ինչ եք կարծում, արդեն ձեր աչքի առջև են, չէ՞, Հայաստանում գործող իշխանությունները, Հայաստանը ներկայացնող ղեկավարը, նրա այս տարիների վարած քաղաքականությունը, հետևանքները, չեմ կարող խոսել, չգիտեմ, արդյունքները։
Ես միշտ օբյեկտիվ եմ փորձում գնահատել իրավիճակը։ Հայաստանի բոլոր իշխանություններն են իմ աչքի առաջ եւ ես մշտապես քննադատել եմ եւ Նիկոլ Փաշինյանին, երբ որ դրական բան է արել, ասել եմ դրական է, բացասական։ Ես այդպես նախորոք չեմ ասում, ինքը դավաճան է եւ մեզ կործանելու է։ Որ խնդրեմ, միանգամից կարող եք մեկ դրական եւ մեկ բացասական համապատրաստից ասել։ Իր արտաքին քաղաքականության հետ կապված։ Արտաքինի հետ կապված լավ էր, որ գիտակցեց եւ սկսեց խոսել, որ Ադրբեջանը ինքը տարածքային պահանջներ ունի մեր հանդեպ եւ մեր զինվելը դա Ադրբեջանի չի վերաբերում։ Դա դրական եմ համարում։ Դա դրական էր թե նորմալ էր։ Դե ոմանց համար նորմալ է, որանց համար առաջընթաց է։ Եթե մինչ այդ չէին ասում, եթե մինչ այդ Հայաստանի որևէ նախկին ղեկավար չի ասել այդպիսի բան, դրական է։ Մեկ-մեկ էլ հակաճառում է Ռուսաստանին, որը նախկին ղեկավարները չեն անում։ Գիտեք, ես նորից եմ կրկնում, ես չեմ քննադատում, որտեղ անունը Նիկոլ Փաշինյանն է։ Տեսնենք ինչ կլինի։ Պաշտոնական Երևանը համաձայնել է միջազգային ատյաններից հետ կանչել Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը։ Սա ինչ վտանգ է պարունակում իր մեջ, եթե նման քայլ անենք մենք առհասարակ ինչ էջ ենք փակում եւ Ադրբեջանին ինչպիսի զենք ենք տրամադրում։ Նախ Եղիշե Կիրակոսյանի փաստորեն հեռանալը պաշտոնից հենց դրա հետևանք էր, երբ որ ասում էին, որ դրա պատճառով է գնացել։ Եթե խաղաղության պայմանագրի մեջ նշվում է փոխադարձ, որ դա լինի, դա մեկ այլ հարց է։ Իհարկե ես էլի դեմ եմ, որովհետև ինչու մենք ստորագրեցինք Հռոմի ստատուտը, ասում էին Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար, չէ՞ քրեական դատանի, բայց եթե չենք գնում այդ ուղղությամբ, ինչու էր այդ աղմուկը բարձրացվում։ Երկրորդ, Ադրբեջանին ես չեմ վստահ, որ նա հետ կկանչի իր հայցերը, իսկ այդ դեպքում Հայաստանը ագրեսորի վիճակում է լինելու, եթե ապացուցում են, որ Հայաստանը օկուպացրել է այսպես կոչված Ադրբեջանի տարածքները, ինչի մասին խոսում է, չէ՞, միշտ Ալիևը, ուրեմն եթե Հայաստանը կարող է հետ կանչել, հետո Ադրբեջանը գնալ այդ քայլով, որ դե ուրեմն հիմա ռազմական կոնտրիբյուցիա, չէ, ասում են վճարեք մեզ։ Այսինքն այդ քայլը պիտի լինի կշռադատված եւ պետք է այսպես լի պայմանը, եթե հետագայում Ադրբեջանը գնա հայցերի ուրեմն դիմումի հետևից, մենք էլ ենք շարունակելու, բայց մյուս կողմից ես կարծում եմ դա պետք չէր անել, որովհետև մենք այդ առումով առավել ուժեղ ենք եւ առավել օբյեկտիվ դիրքեր ենք գտնում։ Ադրբեջանն է բոլոր առումներով խախտել միջազգային իրավունք։ Այդ առումով էլ Ադրբեջանը կոնկրետ նախապայման է դրել եւ կրկին խաղացնում է խաղաղության պայմանագրի այդ թեզը։ Գիտեք, մենք միայնակ չենք կարող Ադրբեջանի դեմ այս բանին խոսել եւ միջազգային մեր գործընկերների հետ պիտի դա խոսենք կուլիսներում, արդյոք մենք կարող ենք մերժել դա։ Բայց ինչ էինք անում այդքան ժամանակ։ Դե դա արդեն ԿՊ-ի անդամներին պիտի ասեք, իմ կարծիքով, եթե ես լինեի, իհարկե ես էսի հավակնություններ չունեմ, եթե Ադրբեջանը դա օգտագործում է սպառնալիքով, ասում է, որ հակառակ դեպքում կհարձակվեմ, ես միջազգային գործընկերների հետ կխոսեի, կասեի, արդյոք հնարավորություն կա, որ մենք չանենք դա եւ մեզ վրա հարցակվեն, իհարկե 100% երաշխիք չէր լինի, բայց կարող է ասեին մենք ձեր կողքին կկանգնենք, օրինակ, ես չգիտեմ ինչ են խոսել, համենայնդեպս ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունը ճնշում է, որ Հայաստանը հետ վերցնի իր հայցերը։ Լավ, Ադրբեջանի պայմանն է, ավելի կոնկրետ ասենք, որ միջազգային հայցերը հետ վերցնի։ Եթե մենք վերցնենք միջազգային հայցերը, ինչի առջև են կանգնելու, ինչ մեծ խնդրի։ Եթե մենք վերցնենք իսկ Ադրբեջանը ստորագրի եւ չկատարի եւ ինքը դիմի հայցերի, մենք կկանգնենք նրա առջև, որ Հայաստանը ինքը արդեն կդառնա ագրեսոր պետություն։ Եվ իհարկե հիմա կարող է ասեն, դե մենք էլ այդ ժամանակ էլի կներկայացնենք, բայց դա արդեն անլուրջ է, գիտեք։ Դուք չեք տեսնում այդ աղետի մոտալուտ վտանգը։ Ինձ համար առավել աղետալի է ոչ թե հայցերը, ես նշեցի երկու կետ, մեկը եվրոդիտորդների հեռացումն է, մյուսը ներողությունը միջանցքի այսպես կոչված տրամադրումը ճանապարհը։ Հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերել երրորդ երկրների ներկայացուցիչներին։ Ինչ է սա նշանակում։ Նախ հասկանանք, որոնք են համարվում երրորդ երկրների ներկայացուցիչներ Հայաստանում, ըստ դրա հասկանանք ինչ կանոնակարգով են նրանք ներմուծվել Հայաստան, ինչ առաքելություն են իրականացնում, որ թվականից եւ շարունակենք։ Եթե բառախաղերին չտրվենք, պարզ է դա եվրոպական դիտորդների մասին է խոսքը։ Իհարկե Հայաստանի ղեկավարը կարող ասել, ես դա նկատի չունեի, չեմ կարող ասել։ Ադրբեջանը նկատի ունի եվրոդիտորդներին եւ հետաքրքիր է, որ իրենց մանդատը երկարաձգվել էր վերջերս նաեւ հենց Հայաստանի խնդրանքով, այսինքն ինչ փոխվեց, ինչ ճնշումներ եղան Հայաստանի վրա։ Ադրբեջանը եւ Ռուսաստանը երկուսով պահանջում են եւ դա գաղտնիք չի, որ Հայաստանը հեռացնի այստեղից եվրոդիտորդներին։ Երկու
երկրի է դա նյարդայնացնում, Իրանը չի պահանջում։ Եվ փաստորեն այս քայլով Փաշինյանը բավարարելու է, եթե դա իրականացվի, այս երկուսի պահանջը եւ վերադառնալու այսպես կոչված եռակողմ համաձայնագրին, ինչին այստեղի ընդդիմությունը կոչ էր անում։ Այն որ եվրոդիտորդները հարաբերական անդոր էին պահպանում, դա ակնհայտ է, որովհետեւ այն տեղերում, որտեղ իրենք կային, այդպես կոնֆլիկտային իրավիճակներ չեն եղել։ Ներքին հանդում որտեղ եղավ, դա ռուսական զորքերն էին, այնտեղ եվրոդիտորդներ չկային։ Այսինքն հերադիտակներով իբրև թե զինված եվրոդիտորդները լուրջ վտանգ են ներկայացնում Ալիևի համար, ինչու՞։ Որովհետև իրենք զեկուցում են իրենց կառավարություններին, թե ով է խախտում հրադադարը, եւ դա կարող է բերել տնտեսական, քաղաքական ճնշումներ Ադրբեջանի վրա։ Դրա համար էլ Ադրբեջանը պահանջում է հեռացնել նրանց։ Դրա համար էլ Ադրբեջանը պահանջում է հեռացնել նրանց որակում է որպես լրտեսներ իրենց սահմանին։ Այո։ Չնայած որ նրանք հիմնավորեցին, որ նրանք որևէ լրտեսական աշխատանքներ եւ գործունեություն չեն իրականացնում։ Այո, դրա մասին խոսել է նաեւ Տիկին Մարիա Զախարովան, զայնակցելով Ալիևին, եւ հետաքրքիր է, որ Իրանը, երբ որ Իսրայելի զորքերը սիոնիստական լրտեսներ է անվանում իր սահմաններին Ադրբեջանում, Ադրբեջանը դրան չի արձագանքում։ Մենք էլ պիտի ասենք, դե մենք էլ ուզում ենք, դուք էլ իրենց հեռացնեք։ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ասկերովը Հայաստանին ըստ էության առաջարկել է խաղաղության պայմանագիր միջանցքի դիմաց բանաձևը։ Ինչ եք կարծում, կարող է Հայաստանին, այսպես ասել, սիրաշահել, ինչը այդքան էլ հավատալի չէ եւ խելամիտ չէ, եւ դրա դիմաց միանգամից ինչ որ պատերազմական ռազմական գործողություններով կտրեն միջանցքը։ Տեսեք, ես աշխարհաքաղաքական առումով նայեմ, բացի Ադրբեջանից միջանցքը պետք է Ռուսաստանին։ Ինչու է դա կոչվում միջանցք, որտեղ վերահսկվելու է FSB-ի կողմից։ Սա կարևոր կետ է։ Այսինքն կան երկու երկրներ, որոնք կարող են մեկ Ռուսաստանը լիակատար ճնշում կիրառել Հայաստանի վրա միջանցքի տրամադրման հետ կապված։ Դրա համար Լավրովը միշտ խոսում է, որ Հայաստանը չի կատարում նոյեմբերի 9-րդ կետը։ Ինչ վերաբերում է սիրաշահելուն, գիտեք, երևի Հայաստանում մարդ չի գտնվի, որ կհավատա, որ Ալիևը այն թուղթը, որը ստորագրել է, կկատարի ելնելով հենց իր գործողություններից։ Այնպես որ թե Հայաստանի ղեկավարը պիտի հավատա եւ տա միջանցքը միայն թե խաղաղություն լինի, սա հանցագործություն եմ ես արդեն համարում։ Տեսեք, միջանցքի տրամադրումը ինչպես եք պատկերացնում։ Եթե միջանցքը տրամադրվի, այսպես ասած, Ադրբեջանին, փաստացի ինչ է ստացվում, որ Հայաստանը եւ Իրանը այլևս հարևաններ չեն, սահմանակից չեն դառնում, այդպես է։ Միջանցքը չի տրամադրվում Ադրբեջանին, միջանցքը տրամադրվում է Ռուսաստանին։ Ադրբեջանը ասում է պետք է Զանգեզուրի միջանցքը տրամադրել։ Մենք վերցնելու ենք։ Այո, նոյեմբերի 9-ով դա ՖՍԲ-ն է վերահսկում։ Ադրբեջանը պիտի ազատ ելումուտ ունենա եւ այդ միջանցքը պետք է հսկել։ Որ բեռները չհսկեն Հայաստանը։ Այո, Ռուսաստանն է հսկելու, մոնիթորինգը իրականացնելու են Ռուսաստանի սահմանապահ զորքերը։ Դա գրված է նոյեմբերի 9-րդ կետում, որին հողում է անում Ալիևը։ Ինքը Ադրբեջանը շատ թույլ եւ փոքր երկիր է, որ միայնակ կարողանա Հայաստանի որևէ բան պարտադրել։ Նա ունի ընկերներ, դաշնակիցներ։ Իսկ ով է այսպես ասած Ադրբեջանի պապան, ասողը։ Ադրբեջանի պապաները 3-ն են՝ Թուրքիան, Իսրայելը եւ Ռուսաստանը, որոնք իդեպ 20 թվականին պապայություն էին անում իրեն կներեք արտադրած համար։ Իսկ հիմա առավել պապան կարծես Ռուսաստանն է, որովհետեւ կրկնում եմ, մեկ Ռուսաստանն է խոսում միջանցքից, մեկ Ադրբեջանը։ Ալիևի եւ Թուրքիայի պահանջն է հստակ եւ ամիսներ շարունակ մեծ քարոզարշավով փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Սահմանադրության փոփոխությունը ունի նաև տարածաշրջանային, այսպես ասած, ենթատեքստ։ Ինչ հասկանանք դրա տակ։ Դե Ալիևը ինչ որ երկար գեղեցիկ բառեր է օգտագործում, ենթատեքստը այն է, իբրև թե Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի հանդեպ, նախ Լեռնային Ղարաբաղի հարցը տարածքային վեճ չի, նույնիսկ եթե Փաշինյանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի մասը, դրանով Ղարաբաղի հարցը չի փակվում, դա ինքնորոշման իրավունքի հարց է, սա մեկ, ինչպես Կոսովոն։ Հիմա Ղրիմն էլ Ուկրաինայի մաս է, Ռուսաստանը ինչպես ճանաչեց կամ Դոնեցկի կամ Աբխազիայի անկախությունը ինքնորոշում հիման վրա է Ռուսաստանին, այստեղ դա պիտի ասել, որ ասում է Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Երկրորդը ինչ վերաբերում սահմանադրություն փոխելուն, ես նշեցի, Հայաստանը պետք է պահանջի եւ Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսել է ազգային ժողովում, բայց չի պահանջում, որ Ադրբեջանի սահմանադրությունը եւ անկախության հռչակագիրը ինքը տարածքային պահանջներ ունի, երեք էլ թուրք լրագրողներին մի քանի օր առաջ ասեց Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ, բայց դե պահանջում է նա դա փոխել թե ոչ, այդ դա արդեն սխալ է, որ չի պահանջում։ Տեսեք, հայցերի մասին երբ խոսում ենք, հայցերի մեջ կան նաև թեմատիկ, այսպես ասած, միջազգային հայցեր, որոնք առնչվում են Արցախին։ Ով է լիազորված
Հայաստանը միթե լիազորված է, ունի այդ իրավունքը, թե օրինական առումով, թե բարոյական, որպեսզի միջազգային հայցերը Հայաստանը հետ կանչի։ Դե հենց այդ հայցերը Հայաստանն է ներկայացրել, նախ, այո, կարող է կանչել, այլ հարցը, որ ես չեմ տեսնում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը տեր կանգնի իր իրավունքներին, ինչու չեն տեր կանգնում։ Բայց քանի որ տարիներ առաջ ասեց, որ ինքը չի ներկայացնում Արցախը։ Ասեց, հետո էլ սկսեց ներկայացնել, ով բողոքեց դրա դեմ։ Ես արցախցի չեմ, ես չեմ կարող ոտքի կանգնել։ Ինչու չեն իրանք դուրս գալիս փողոց, ասում որ մեր իրավունքները պաշտպանեք, ինչու չեն նախկին իշխանությունները Հայաստանի ասում որ Ռուսաստանը սխալ քաղաքականություն է վարում, երբ որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը այո շատ սխալ է, նա դրա իրավունքը չունի, բայց նա կասի ես Հայաստանի ղեկավարն եմ, չեմ դիմում։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պիտի հավաքական հայցեր ներկայացնի կոլեկտիվ կոչվող Եվրոդատարան մարդու իրավունքների, այ դա իրենք կարող են անել։ Լեռնային Ղարաբաղը ճանաչված չի, բայց այնտեղի քաղաքացիները, նաև որպես Հայաստանի քաղաքացի, իրավունք ունեն վնասի փոխհատուցման վերաբերյալ, ես դրա մասին խոսել եմ, գույքային հայցեր ներկայացնել Եվրոպական դատարան։ Ես այդ շարժը չեմ տեսնում։ Իրենց ներկայացուցիչները, իրենց ազգային ժողովը ուղղակի զբաղված են Փաշինյանին կապիտուլյանտ ասելով, հա, ասեն կապիտուլյանտ է, դուք ի՞նչ եք արել, որ կապիտուլյացիա չլինի։ Էլի զբաղված եք ուղղակի տանը նստելով։ Կներեք, ես իրավունք չունեմ որևէ մեկին ասեմ ինչ անեն, բայց Նիկոլ Փաշինյանը ասում է իրենք են տերը, թող զբաղվեն։ Այլ հարց է, որ եթե զբաղվեն նա կճնշի, այդ ժամանակ իրենք կասեն չի թողնում, բայց եթե իրենք համակերպվել են այս իրավիճակի հետ, ինչ մենք կարող ենք ասել։ Ադրբեջանը հայտարարեց նաև, որ խաղաղության համար, խաղաղության պայմանագրի համար անհրաժեշտ է քննարկել նաև Հայաստանի կողմից 30 տարիների ընթացքում հասցված վնասի փոխհատուցման հարցը։ Սա էլ Ադրբեջանի կարելի ասել հերթական եւ զավթողական նախապայմաններից մեկն է։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Դե դա հենց Լեռնային Ղարաբաղի խնդրին է վերաբերում։ Իմ տեսակետը որն է։ Հենց իմ գիտական թեզի պաշտպանությունը նվիրված է եղել Արցախի հարցը միջազգային հարթակներ տանելուն։ Արցախի հարցը փակ չի, դա տարածքային վեճ չի, դա ես կգրնեցի ինքնորոշման իրավունք է, որի նախադեպը կա, դա Կոսովոյի ՄԱԿ-ի վճիռն է Կոսովոյի վերաբերյալ։ Այսինքն այն, որ այդ հարցը չի փակվելու, եւ եթե իշխանությունները հետո փոխվեն կամ նույնիսկ այս իշխանությունները վերջապես գիտակցեն, որ Ադրբեջանը չի գնալու խաղաղության, դա կարևոր իրավական զենք է, միջոց է մեր ձեռքին Ադրբեջանին ինքներս հակազդելու, որովհետեւ այդպիսի արտահայտություններ օկուպացիայի հետ կապված չանեն։ Տեսեք, ինքը Փաշինյանը իրեն հակասում է, ասում է մենք հայցերը հետ ենք վերցնում, բայց անընդհատ Ալիևը ասում է դուք 30 տարվա օկուպացիա եք արել։ Նո, մարդը ուրիշ բան է ասում, դուք ուրիշ։ Ստորագրելուց հետո էլ է նույնը ասելու, ինչ եք անելու։ Այսինքն սխալ է այս տեսակետը, որ Արցախի հարցով փակելով մենք ստանալու ենք խաղաղություն։ Մենք փակեցինք Արցախի հարցը, Փաշինյանն ասաց պահանջներ չունեմ, հիմա էլ Սյունիքի վրա են պահանջներ ներկայացնում կամ Արևմտյան Ադրբեջանի։ Այսինքն հարցը Արցախը չի, հարցը այն է, որ Ադրբեջանը դա գաղտնիք չի, ես միշտ նշում եմ, պատճառ կգտնի Հայաստանի վրա հարձակվելու համար։ Եվ դա մոտալուտ է։ Դա կախված է միջազգային իրավիճակից։ Եթե Ադրբեջանը կարողանար, հենց վաղն էլ կհարձակվեր։ Ալիևը օրերս հայտարարեց եւ շատ տագնապալից ձայնով ասաց, որ Հայաստան մատակարարվող ավերիչ զենքերը ուղղված են մեր դեմ։ Բա իր զենքերում դեմ են ուղղված Ամերիկայի, ինքն էլ է զինվում է։ Գիտեք, նույն խոսույթն է, Նիկոլ Փաշինյանը մի անգամ պատասխանեց, կարծում եմ չպիտի պատասխանի, ես չէի պատասխանի, մենք չպիտի ներքաշվենք Ալիևի այս խաղերի մեջ։ Մի անգամ պետք է ասել եւ ավարտել, դա մեր երկրի ներքին գործն է, ավելի կտրուկ, ոչ թե։ Ինչպես պետք է փակել Ալիևի բերանը, որ այլևս չասի։ Ալիևի բերանը մենք չենք կարող այստեղից փակել, մենք իրեն այստեղ լծակ չունենք իր վրա։ Մենք պիտի ասենք մեկ անգամ եւ ավարտենք, որ դա Հայաստանի ներքին գործն է եւ Հայաստանի իրավունքն է պաշտպանվել եւ վերջ։ Եթե լռում ենք, նա պարբերաբար ասում է, մենք լռում ենք, նա ավելի է զարգացնում իր խոսքը, ավելի շատ է ասում, ավելի պահանջները մեծացնում է եւ ավելի ռազմական սպառնալիքներ է հնչեցնում։ Այն որ Հայաստանը պիտի կոպիտ խոսի, կոպիտ ներողություն իհարկե, ավելի կոշտ պատասխանի, ես դա ասել եմ, բայց հիմա կարող է կոշտ պատասխանենք, նա ավելի կոշտ պատասխանի։ Մենք կներեք պարապ չենք ամեն իր պատասխանին, պատասխանենք։ Մենք պիտի զինվենք
լուր մարդը սպառնում է, զինվում է, մենք ինչ պետք է անենք։ Պուտինն էլ է սպառնում աշխարհին, որ կոչնչացնի, հիմա նստեն Պուտինին պատասխանել։ Պետք չի պատասխանել, պետք է զինվել, բանակը ուժեղացնել, տնտեսությունը ուժեղացնել, ունենալ դաշնակիցներ եւ պատրաստվել հարձակման, որ գորանք իրա վրա հետ չի գնալու։ Մարդ ասում է, որ Հայաստանը զենք զինամթերք է ձեռք բերում տարբեր երկրներից եւ պատրաստվում է հարձակման Ադրբեջանի վրա, ինչպես արեց նաև Արցախում, ասեց, որ Արցախում տարբեր ուժեր կան, մեր դեմ ուզում են պատերազմ սկսեն, միանգամից ինքը նախահարձակ եղավ եւ արդյունքը տեսանք ինչ ողբերգական էր։ Նույն ձևով, ինչին է հիմա Ալիևին հետ պահում, որպիսի պատճառաբանի հետեւյալ կերպ Հայաստանը տարբեր երկրներից զենք ու զինամթերք է ձեռք բերում եւ պատրաստվում է հարձակվի Ադրբեջանի վրա։ Ուստի առաջինը ինքը կհարձակվի, հետո մեծ Այսինքն մենք հիմա պետք է նստենք աշխարհին ապացուցենք, որ Ալիևը սխալ է, ուրիշ բան ու գործ չունենք։ Մեկ անգամ պետք է ասել, դա մեր ներքին գործն է եւ ավարտել։ Ինչպես պետք է ասել։ Այդ ասելուն է, չէ՞, ձև կա եւ պետք է ասել, որ դա մեր ներքին գործն է եւ մենք իրավունք ունենք պաշտպանվել, վերջ։ Երկրի թշնամի երկրի ղեկավարը կոնկրետ պահանջ է ներկայացնում եւ ասում է, որ Հայաստանը արևմտյան Ադրբեջանն է։ Մենք ինչի չենք դիմում համապատասխան մարմիններին, հիմնարկներին։ Հիմա ուրիշ հարց եք տալիս, մինչ այդ ուրիշ հարց եք տալիս։ Հիմա գամ արևմտյան Ադրբեջանի զենքերի թեման ավարտեցին։ Գանք արևմտյան Ադրբեջանին։ Այո, ես կողմ եմ, որ Հայաստանը կանչի, արտաքին գործի նախարարությունը այդպիսի մեթոդ կա, Հայաստան հավատարմագրված դիվանագետներին, իհարկե լրատվամիջոցներին ասեց, բայց դա քիչ է եւ բարձրաձայնի, որ սա ինչ է նշանակում։ Պահանջ Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ։ Սուվերեն տարածքի հանդեպ կոնկրետ մկրտում։ Համաձայն եմ Լիովին։ Այո, Հայաստանը պիտի ցույց տա աշխարհին, այ դա, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի, իսկ որ նա ասում է մի զինվեք, հանձնվեք, դե հիմա մենք Հյուսային Կորեան էլ ասում է ոչնչացնել է Ամերիկային, Տրամպը պատասխանում է ոչ։ Քիչ առաջ ասած իմ հարցի, այսպես ասած, հիմնավորումն է Ադրբեջանի իշխող Յենի Ադրբեջան կուսակցության падգամավոր Ազեր Բադամովը հայտարարեց մի քանի օր առաջ, որ Հայաստանը նախատեսում է կրկին օկուպացնել պայմանական սահմանի մոտ գտնվող մեր տարածքները, ապրիլին կայծակնային արագ պատերազմ սկսելով։ Սակայն նրանք մոռանում են, որ երկաթե բռունցքը տեղում է։ Եթե Հայաստանը փորձի իրականացնել իր ծրագրած ագրեսիան, մեր պատասխանը կլինի շատ կոշտ։ Թող նրանք մտածեն հետևանքների մասին, քանի դեռ ուշ չէ եւ զերծ մնան պատերազմ սկսելուց։ Այսինքն Ադրբեջանում լայն ձևով քարոզվում է, ռոպագանդա է արվում, որ Հայաստանը զենք ու զինամթերք է ձեռք բերել եւ կայծակնային փոթորկային պատերազմ է սկսելու Ադրբեջանի դեմ։ Սրա դեմ ինչպես պետք է մենք պայքարենք եւ դրանից ինչ կարելի է եզրակացնել Ադրբեջանը իր պատերազմական քայլերը ինչպես է նախատեսում։ Սրանց կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը վստահ չի իր ուժերի վրա, քանի որ եթե վստահ լինի, ամեն օր չի ասի, որ կպատասխանի Հայաստանի ագրեսիային, որը գիտի, որ իրական չի։ Եթե նա պատրաստվեր հարձակվել, առանց խոսելու կհարձակվեր։ Հիմա այնպեսի իրավիճակ է, որ պետք չի գոռալ եւ հարձակվել։ Ինչպես դա եղավ 20 թվականին իդեպ լուր եւ հանգիստ։ Այնպես որ քանի որ միջազգային ասպարեզում իրավիճակը խառն է, իրենք չեն հասկանում ինչ է կատարվում, փորձում են հայ-ադրբեջանական բանակցություններում գրադուսի աստիճանը բարձրացնել, որպեսզի տեսնեն էսկալացիա է այստեղ ստեղծի։ Նիկոլ Փաշինյանի վրա դա հոգեբանորեն իհարկե ազդում է, իրենք երևի սկսել են հասկանալ նրա հոգեկերտվածքը, որ նա կարող է դրա հիման վրա գնալ զիջումների եւ ճնշվել, ինչպես նաեւ փորձում են հիբրիդային պատերազմ վարել հայ ժողովրդի դեմ անընդհատ վախի մեջ պահելով։ Այն որ Ադրբեջանը ուզում է հարձակվի եւ փորձելու է հարձակվի ակնհայտ է, բայց այն որ Ադրբեջանը նայելու է միջազգային ասպարեզում ինչ է տեղի ունենում նոր այդ գործողություններին գնա, դա իրանում է լիազստա։ Այդ падգամավորի ասացով Հայաստանը պատրաստվում է ապրիլին հարձակվել Ադրբեջանի վրա։ Կարելի է դրանից եզրակացնել, որ հենց Ադրբեջանը ինչ որ ակնարկ է անում, որ պատրաստվում է ապրիլին հարձակվել Հայաստանի վրա։ Այ դա շատ հետաքրքիր է, այո, կարելի է այդպիսի կարծիք ունենալ, որ Ադրբեջանը ինքն է ցանկանում, բայց եթե հիշում եք, կարծեմ անցած տարի էր էլի մի քանի անգամ նշում էին, որ Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա։ Իրենք ուզում են, բայց իրենք սպասելու են եւ գուցե այո, ամեն շատ արագ տեղի ունենա։ Ինչին են սպասելու, որ Հայաստանը փոխի սահմանադրությունը, սպասում են, որ Հայաստանը միջանցք տրամադրի, ճանապարհ տրամադրի, հայցերը վերցնի, դիտորդներին ռուսական բազաների մասին, չգիտեմ, համարվում են որպես երրորդ երկրների ներկայացուցիչներ։ Ոչ, Ադրբեջանը իր դաշնակցի բազաների հետ այստեղ խնդիրներ չունի։ Նա երբեք էլ չի բարձրացնել ռուսական բազայի ներկայությունը։ Ինչևէ, այդ ամենից հետո է պատրաստվում։
Նախ նա փորձում է ճնշումներով դա ստանալ, չգիտեն կհաջողվի թե չէ, սպասում են Փաշինյանին, երկրորդը նորից կրկնում եմ, սպասում են տեսնեն իրենց դաշնակից Ռուսաստանը ինչ իրավիճակում է գտնվելու ռուս-ուկրաինական ռազմաճակատում, ինչպես նաև Թուրքիայի եւ Ռուսաստանի հնարավոր լարվածությունն է իրենց համար վտանգավոր, որտեղ մենք տեսնում ենք, եկեք միջազգային խճանկարից դուրս չգանք։ Հայաստանը լուսնի վրա չի գտնվում, մենք ենթարկվում ենք միջազգային իրադարձությունների ազդեցությանը։ Եվ եթե Թուրքիա եւ Ռուսաստանի հարաբերությունները լարվեն այն պատճառով, որ Էրդողանը հանձն է արել Ուկրաինային պաշտպանել Եվրոպայում, եթե Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները լարվեն Սիրիայում, այս երեքն են հովանավորում Ադրբեջանը վատ իրավիճակում է հայտնվելու, այսինքն այդ երեքի պաշտպանությունը չի լինելու, պիտի ընտրի կամ Թուրքիային, կամ Իսրայելին, կամ Ռուսաստանին։ Կարողանա թե ոչ, չգիտեմ, բայց այն որ այս պայն Ռուսաստանի եւ Ադրբեջանի շահերն են համընկնում միջանցքի հետ կապված, Թուրքիայից այդքան բարձր չի հնչում դա, որտեղ միջին միջանցքը դա այլ արդեն ուղղություն է, բացի այդ Թուրքիան դեմ է Ռուսաստանի այնտեղ ներկայության, Ադրբեջանի համար դա այդքան էլ բացասական չի։ Տեսեք, ներկա իրավիճակը երբ փորձում ենք վերլուծել, միանգամից գալիս է մի քանի հարց։ Ադրբեջան-Հայաստանը անվանում է Արեմեդյան Ադրբեջան, նման նախապայմաններ առաջ քաշում եւ կոնկրետ հայավնաս պայմաններ առաջ քաշում։ Հավաքական Եվրոպան, Ամերիկան, այդ ամենին ականջալ լուրջ են, երբ տեղը գալիս է, նրանք բարձր կոչերով են հանդես գալիս, բայց հիմա ինչու այդ հավաքական Եվրոպան Ադրբեջանին չի ասում հարգելի պարոն Ալիև, սուվերեն երկրի նկատմամբ դուք ինչ նկարտումներ ունեք։ Հարգելի Արեգ ջան, հավաքական Եվրոպային մինչև անդրադառնալը հավաքական հապկ գոյություն ունի։ Նախ մեր պահանջները եկեք ճիշտ սկսենք տիրաժավորել, առաջինը ձեր դաշնակցին ուղեք ձեր պահանջները, երկրորդ հավաքական արևմուտքը ինքը շատ վատացրել էր հարաբերությունները Ադրբեջանի հետ, մանավանդ հենց Բայդենի օրոք, որոնք պարբերաբար Ադրբեջանին կոչ էին անում դուրս գալ Հայաստանի սուվերեն տարածքից, բայց եթե այստեղ իշխանությունները ասում են մենք շատ լավ համաձայնում ենք Ադրբեջանի հետ, զորով չեն գալու ձեզ հավաքական արևմուտքը Մանավանդ հավաքական արևմուտք չկա, աշխարհը ինքը աշխարհակարգի նոր աշխարհակարգի ձևավորման փուլում է, ոչ մեկի դարդը չի կտրվել, գա, հիմա մեզ օգնի կներեք, այսպես կենցաղային եմ ասում, օգնում են նրան, ով ինքը ուզում է պայքարել։ Այսինքն մենք չենք ուզում, որ Եվրոպան մեզ օգնի։ Այսինքն մենք ասում ենք, մենք Ադրբեջանի հետ լավ պայմանավորվում ենք։ Մինչ այդ ուզում էինք օգնել, Ֆրանսիաներ օգնում, ամերիկաներ օգնում։ Հիմա ինչ փոխվեց Թրամփի ռազմավարության մեջ։ Այս տարածաշրջանում Թրամփը որևէ հետաքրքրություն չունի։ Ով է ասել Թրամփը ես չեմ լսել այդպես։ Փոխվել է այն, որ Նիկոլ Փաշինյանը գուցե ինչ-ինչ ճնշումների ներքո ասում է կարող են եվրոդիտորդները դուրս գալ։ Ես Ամերիկայից չեմ լսել ճնշում հանեք դիտորդներին։ Լսել եք դուք Ռուսաստանից լսել եմ։ Ամերիկան հիմա զբաղված է ռուս-ուկրաինական ռազմաճակատում իր խնդիրներով։ Հայաստանը ինչ որ քայլ արել է, որ Ամերիկայի ուշադրությունը բերի Հարավային Կովկաս։ Տրամպը առաջարկներ արել է, ասել է ես ունեմ ծրագիր, կարող է չունի։ Մենք դիմել ենք Տրամպին, ասել ենք որն է այդ ծրագիրը։ Տրամպը աշխարհում 200 երկիր կա, բոլորի հարցերը հերթով չի կարող լուծել։ Մենք պիտի բարձրաձայնենք։ Սիրելի Լիլիթ, այնպեսի մի տպավորություն է, որ հայկական կողմը օր ու գիշեր շտապում է եւ ցանկություն ունի ստանալ արագ խաղաղության պայմանագիր։ Բայց երբ մյուս զուգահեռ իրականությունն ենք նայում թշնամի երկրում, ադրբեջանական կողմը ոչ օր է նշում պայմանագրի կնքման, ոչ ընթացք, ինչպես է ստորագրվելու, ինչպիսի հարցեր է քննարկվելու, ինչպես է առհասարակ միջազգային նախադեպերը ինչպես են լինում, խաղաղության պայմանագրերը առհասարակ միայն որոշ նախապայմաններով են ստորագրվում։ Միջազգային պրակտիկայից ես կարող եմ խոսալ, խաղաղության պայմանագիրը կարող է 100-ամյակներով չստորագրվել, այսօր Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջև չկա խաղաղության պայմանագիր երկրորդ համաշխարհայինից հետո։ Այնպես որ կարող է լինել հրադադար։ Հստակ սահմանված սահմաններ։ Կան սահմաններ, հենց նույն Ճապոնիայի դեպքում չկան, իրենք երկու կղզիների հետ կապված դեռ վեճ ունեն Ռուսաստանի հետ։ Գիտեք, կա հրադադար, որը պահպանվում է։ Հիմա Հայաստանն էլ որ նախ լավ է որ Ադրբեջանը չի ուզում ստորագրել այս պայմանները, որոնք մեծ ձեռնտու չեն, եթե իհարկե Փաշինյանը համաձայնվել է բոլոր այդ կետերին, այնպես որ դա այդքան էլ բացասական չի։ Բայց Փաշինյանը համաձայնվել է այդ նախապայմաններին Ալիևի։ Դե ես հենց սկզբից դա եմ ասում, մինչև չտեսնենք այդ փաստաթուղթը մենք չենք կարող։ Որն է ձեր կանխատեսումը։ Իմ կանխատեսումը հիմնված է Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված արկա փաստաթղթի վրա։ Դա կա թե չկա։
Քանի որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական քամելեոն է, մի օր գնում է Եվրամիություն, մի օր չի գնում, մի օր ստորագրում է, մյուս օրը կարող է ասի չեմ ստորագրում։ Անկախ քաղաքական երանգներից այդ փաստաթուղթը լուրեր են տարածվում, որ արդեն ստորագրված է եւ կամած բացահայտվելու է։ Ըստ ձեզ նման բան հնարավոր է։ Ասում են, որ Զանգեզուրի միջազգներ են տվել, եվրոդիտորդներին են հանելու։ Եթե նախկին իշխանությունների մասին է, ես իրենց չեմ վստահում։ Ես որևէ իշխանության մասին չեմ խոսում։ Դե ես իրենց պրոպագանդայից եմ մամուլում եւ զանգվածային լրատվամիջոցներում տարածված այդ տեսակետները, քաղաքագետներ, ադրբեջանագետներ։ Եթե այդպես է, դա կապիտուլյացիա է։ Եթե այդպես է, դա կապիտուլյացիա է։ Ո՞րն է ձեր ներքին համոզմունքը այդպես։ Չունեմ ես ներքին համոզմունք։ Ես ունեմ ներքին համոզում, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է գնալ խաղաղության եւ դա սխալ է։ Բայց քաղաքագետները պետք է չի ունենան ներքին համոզմունք։ Գիտեք, կան քաղաքագետներ, որոնք օրը մեջ ասում են եւ քաղաքական գիտությունների դոկտոր, որ Պուտինը պայմանավորել է Տրամպի հետ, մի ժամ հետո փոխում են։ Եկա շատ լավ թեմայի եկաք։ Ես չեմ տեսնում Հայաստանում այնպիսի քաղաքագետներ, որ չեն փոխում ժամը մեկ իրենց տեսակետը ամենայն հարգանք։ Շատ են նրանք, որոնք փոխում են տեսակետը, մեծամասնությունը։ Տեսեք, ինչպես է առհասարակ հնարավոր խաղաղության պայմանագիր, երբ Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը դեռևս որևէ փաստաթղթում, որևէ համաձայնագրերում ֆիքսված չէ։ Ով է ապահովելու, որ Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերվեն օկուպացված տարածքներից։ Այս խաղաղության պայմանագրով միթե կանխվելու է Ադրբեջանի հետագա ագրեսիան։ Միթե անդրադառնում է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ ամրագրված Արցախահայերի վերադարձի իրավունքը։ Միթե լուծում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։ Մենք հայ ժողովուրդը, սովորական քաղաքացին, Ռամիկը, միթե իրավունք չունի տեսնել պայմանագրի ձև, առավել ևս, երբ Հայաստանը Պաշտոնական Երևանը եւ պաշտոնական Բաքուն հստակեցնում են ու ասում են, որ պայմանագիրը խմբագրված է եւ 100%-ով պատրաստ է։ Ինչու քաղաքացիներին չեն ասում, ինչու այսօր Ռամիկը տեղյակ չի, ինչ պայմանագիր է ստորագրվում։ Ինչու մայրը տեղյակ չի, իր որդուն բանակ է ուղարկում։ Դե մեր հենց բանավեճը դրան է վերաբերում, բա ես էլ եմ ուզում տեղակ լինել, որ ձեզ հետ չբանավիճեմ, իմանամ ինչ են ստորագրում, ոչ թե հիմա խոսեմ Վահագն Ալեքսանյանն ասի ով է ասել տենց բան։ Դրա համար այո իրավունք ունի եւ պարտավոր է տեսնել, բայց մինչեւ ստորագրությունը, ոչ թե ստորագրեն եւ մեզ դնեն փաստի առաջ։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ին եւ ներողություն կանցնենք դեռևս ցանկացած խաղաղության պայմանագիր, երբ արդեն ենթակա է ստորագրման։ Միթե չպետք է ժողովրդին տեղյակ պահել, հասկանալ ժողովուրդը դեմ է, դեմ չէ, հանրաքվե արվի, չարվի։ Կարող է ստացվել այնպես, որ ստորացուցիչ նորմերով եւ կետերով անկախ ժողովրդի կամքը հաշվի առնելու ստորագրվի մի պայմանագիր թշնամի երկրի հետ։ Հնարավոր է։ Եթե իրավաբանորեն եք հարցնում, երկու կետ կա, եթե պայմանագրում տարածքային զիջումներ են, ոչ, այդ հարցը պիտի դրվի հանրաքվեի, եթե ոչ, պիտի վավերացվի խորհրդանի կողմից, ժողովրդին չեն հարցնում, բայց իմ տեսակետը այն է, որ հայ ժողովուրդը իրավունք ունի տեսնել, թե ինչ է պատրաստվում Նիկոլ Փաշինյանը ստորագրել իր մեջքի հետևում։ Ավելի բարձ հարցը ձևակերպեմ։ Եթե պայմանագրում կան կետեր, օրինակ, Մեղրին պետք է հանձնվի, Զանգեզուրի միջանցքը պետք է տրվի, որոշակի անկլավներ պետք է տրվի, նման տարածքային կորուստների դեպքում դա հանրաքվեի պիտի դրվի ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության։ Եթե կնքվի խաղաղության պայմանագիրը այդ կետերը մեջը լինեն, առանց հանրաքվեի, այդ պայմանագիրը առողջին չի համարվում։ Իհարկե, ինչպես ձեր ասած նոյեմբերի 9-ի թուղթը անօրինական է, որովհետև դա չի վավերացվել Հայաստանի խորհրդանի կողմից։ Այնինչ Ալիևը նոյեմբերի 9-ի թուղթը խաղացնում է եւ շահարկում է այնպես, ինչքանով որ նրան ձեռնտու է։ Դե միայն Ալիևը չի շահարկում։ Իր տերերն էլ են շահարկում, տերը։ Ներողություն, խնդրեմ շարունակեք։ Տեսեք, նոյեմբերի 9-ը, որ դուք վերում եք եվրոդիտորդներին հանելու հետ կապված, դրանք տարբեր հարցեր են։ Հենց նոյեմբերի 9-ը դեմ է եվրոդիտորդներին։ Այսինքն Հայաստանի ղեկավարը պիտի որոշի, ինքը գնում է նոյեմբերի 9-ի եռակողմ Ռուսաստանի հետ, կարմիր թելով գնում է իմ մոտ անդադար այդ արտահայտությունը, թե նոյեմբերի 9-ը ավարտվում է, եվրոդիտորդներ են գալիս այստեղ վերահսկել։ Սրանք տարբեր հարցեր են։ Էլի հարց. Ինչպես է հնարավոր խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, եթե ադրբեջանական ուժերը օկուպացրել են հայկական տարածքները։ Դե հիմա այս իշխանությունները կասեն դա սահմանազատման խնդիր է, բայց ես ասում եմ դա սահմանազատման խնդիր չէ։
Քանի որ եթե այդպիսի խնդիրներ միջազգային ասպարեզում երկրները չէին կոչանի Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի տարածքից, դա Հայաստանի տարածքն է, դա սահմանազատման խնդիր չէ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ունենալու է ձևական բնույթ եւ դա լինելու է ընդհանրապես թուղթ, ինչպես որ Ադրբեջանի ստորագրած բոլոր մյուս փաստաթղթերը։ Եվ դա օգտագործելու է Ադրբեջանը որպես հիմք Հայաստանի վրա լայնածավալ պատերազմ սանձահարելու համար։ Դա հիմք չի կարող օգտագործել, կարող է աշխարհին ցույց տալ, որ տեսեք, ես խաղաղասեր եմ, բայց հետո կխախտի։ Դա ոչ թե հիմք կլինի, այլ դա կլինի ձևական ինչ-որ։ Ըստ ադրբեջանական ձեռագրերի կարող է խաղաղության պայմանագիրը կնքել, հետո ասի, որ Հայաստանը ագրեսոր է, ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացրել, Հա, դա խաղաղության պայմանագիրից անկախ է։ Այո, եւ անկախ ես պետք է հարցակվեմ մի կողմ դնելով արդեն կորզած օգուտները, ինչ կորզել է միջի այդ եւ մի կողմ դնելով խաղաղության միանշանակ այսօր միջազգային իրավունքում թղթերը որևէ լուրջ նշանակություն չունեն դիցուկ Ռուսաստանի ստորագրած թղթերը Ուկրաինայի հետ կապված նշանակություն ունեն ոչ։ Ինչպես կարելի է զսպել մի մարդու ախորժակը, որը կուլ է տալիս օտարի հողը։ Մեթոդ ասել։ Բրոնսկի ուժով, զենքի ուժով միայն։ Բայց կարող ենք զսպել էինք, չէ՞, առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Արդյոք ճշմարտությունը երբևէ կարող է հաղթել կեղծիքին։ Միշտ է հաղթում, ուղղակի դա կարող է երկար ժամանակ պահանջել եւ մեծ զոհեր։ Եթե կեղծիքը շատ լավ սպառազինված է, ճշմարտությունն էլ կարող է սպառազինվելով է խանգարում։ Այս դեպքում մեր ճշմարտությունը սպառազինված է թե մերկ է։ Եթե զենքը նկատի ունենք, դեռ թույլ է, ոչ թե մերկ է։ Հայոց լեռները միշտ կանգուն են մնացել։ Ինչ պետք է անենք, որ մեր ոգին էլ այդքան պինդ ու կանգուն մնա այս դարակազմիկ սպառնալիքով լի իրադարձությունների մեջ։ Վերականգնել մեր արժանապատվությունը նախ եւ առաջ թողնել, որ մեզ վիրավորեն, մեզ հետ խոսեն սպառնալիքի լեզվով, քանի որ անընդհատ զիջելը եւ թույլ երևալը չի բերելու խաղաղություն։ Պետք է վերականգնել մեր ոգին, չսպառնալ որևէ մեկին, բայց չթողնել, որ մեզ հետ խոսեն նվաստացնողի դերից։ Ինչպես տնտեսություն, բանակ եւ ժողովրդի մեջ վստահություն, պարակված հասարակությունը չի կարող պայքարել։ Այդ բուրգը ինչպես պետք է ձևավորվի եւ այդ բուրգի գլխին ով պետք է կանգնած լինի եւ ինչ քաղաքականություն եւ ռազմավարություն պետք է կիրառի, որ նման արդյունք մենք ունենանք։ Պիտի կանգնած լինի լեգիտիմություն ունեցող ղեկավար, որ այսօր ղեկավարը ունի լեգիտիմություն։ Այսօրվա ղեկավարի վստահությունը գնալով նվազում է եւ Երևանի ընտրությունները դա ցույց են տվել, չգիտեմ մի տարի է մնացել հաջորդ ընտրություններին ինչ կլինի, բայց այն որ ես տեսնում եմ որ էլի խաղարկում են նախկինների թեման, ուրեմն խնդիր ունեն ձայներ հավաքել նրանց ֆոնին։ Չի կարելի, դա վտանգավոր է։ Վերականգնել արդարադատությունը, օրենքը, ժողովրդին չխաբել, խաղեր չտալ նախկին իշխանությունների հետ, մանր միջին արևտականների գրպանը չմտնել օլիգարխներից վերցնել այնինչ խոստացել է կոպեկ առ կոպեկ եւ ստեղծել ռազմական արդյունաբերություն, ԱԹՍ-ներ, որը մենք կարող ենք ունենալ հուսալի դաշնակիցներ, որքան հնարավոր է հուսալի այսօր աշխարհում դա մի փոքր դժվար է։ Մեր պատմությունը շատ բան է տեսել, շատ բռնապետեր է տեսել։ Եվ տեսել է թե այդ բռնապետերի հետ ինչեր է կատարվել։ Ըստ ձեզ Հայաստանի թշնամի բռնապետի հետ ինչ է կատարվելու եւ պատմությունը ինչ է ապացուցելու։ Ես նշեցի ինքը Ալիևը այսօր բարդ իրավիճակում է, որովհետև մի քանի պարտատերեր ունի, բոլորի ախորժակը պիտի բավարարի։ Դա կախված է նաև մեզնից, եթե մենք պիտի ուղղակի Աստծո զորությանը սպասենք, կարող է դա դարեր տևել։ Մենք մեր աշխատանքը պիտի կատարենք, իսկ վերին ուժերը, որոնց ես իհարկե հավատում եմ որպես քրիստոնյա, իրենց գործը կանեն։ Մենք կարող ենք ինքնուրույն եւ քրիստոնյա լինելով հանդերձ Ալիևի բերանը փակել եւ իրադարձությունների անիվը պատտել ի հոգուտ մեզ։ Միանշանակ կարող ենք ինքնուրույն միայն Ալիևի բերանը, նրա դաշնակիցներինը մեզ արդեն դաշնակիցներն այդտեղ պետք։ Նա միայնակ չի։ Տեսնում եմ որ կարող ենք, միանշանակ Ալիևի բառերն էր, որ մի քանի օր հետո մենք չենք կարող պայքարել։ 5 երկրով մի երկրի վրա չեն հարձակվում։ Շնորհակալություն Լիլիթ։ Շնորհակալություն։ Հուսով եմ հետաքրքիր զրույց ունեցանք։ Միանշանակ, ձեզ հետ միշտ հաճելի է եւ հետաքրքիր։ Փոխադարձաբար։ Մեր հանդիպումները շարունակական են եւ հետաքրքիր թեմաների շուրջ մենք կհանդիպենք։ Անպայման։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Զրուցում էի քաղաքագետ Լիլիթ Դալլակյանի հետ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։ Ալիև ինչու պիտի գնա խաղաղության եւ դրա համար արդեն խոսում են նոր զիջումների մասին, դրան կհաջորդեն նոր զիջումներ։ Այսինքն հնարավոր է որ Հայաստանը կապիտուլյացիայի շեմին է։
Եթե Նիկոլ Փաշինյանը տալիս է միջանցք, հանում է եվրոդիտորդներին, դեռ սահմանադրությունը փոխել է եւ հայցերը երկրորդ հատվածն են, քրիտիկական է այս երկու կետերն են, այո։ Ինչ որ պատերազմական ռազմական գործողություններով կտրեն միջանցքը։ Հանցագործություն եմ ես արդեն համարում։ Մեղրին հանձնվելու է, եթե ճանապարհ եղավ։ Աննշանակ կարող ենք ինքնուրույն միայն Ալիևի բերանը։ Ապրիլին կայծակնային արագ պատերազմ սկսելով։ Ադրբեջանի պապաները 3-ն են՝ Թուրքիան, Իսրայելը եւ Ռուսաստանը։ Ադրբեջան իր պատերազմական քայլերը ինչպես է նախատեսում։ Հայաստանի ղեկավարը պիտի դա գիտակցի արդեն ժամանակն է։ Այդ փաստաթուղթը լուրեր են տարածվում, որ արդեն ստորագրված է։ Սավաթական Ադրբեջանի հռչակագիրն է, մեր երկրի 60%-ը համարում է Արևմտյան Ադրբեջան։ Դուք փոխելու եք այդ հռչակագիրը։ Կարող է ստացվել այնպես, որ ստորացուցիչ նորմերով եւ կետերով անկախ ժողովրդի կամքը հաշվի առնելու ստորագրվի մի պայմանագիր թշնամի երկրի հետ։ Այդ հարցը պիտի դրվի հանրաքվեի։ Կարելի է դրանից եզրակացնել, որ հենց Ադրբեջանը ինչ որ ակնարկ է անում, որ պատրաստվում է ապրիլին հարձակվել Հայաստանի վրա։ Այ դա շատ հետաքրքիր է, այո, կարելի է այդպես